Ողջույն բոլորին։ Ուրիշի ընտանիքը հեռուստասերիալի այսօրվա սերիան պարզապես արյունալի և ճակատագրական է։ Իրադարձությունները զարգանում են այնպիսի արագությամբ և դրամատիզմով, որ անհնար է զսպել հույզերը։ Մենք տեսնում ենք իսկական սողողություն, անսպասելի սեր, սթափեցնող վախ և կործանարար նախանձ։ Ամեն ինչ սկսվում է Մագդայի փրկության ծանր և արյունալի տեսարանից։ Նորոյին հաջողվում է փրկել սիրելիին, բայց այս փրկությունը շատ թանկ է նստում նրանց վրա։ Էդոն, դրսևորելով իսկական ընկերոջ և տղամարդու խիզախություն, մոտենում է Կարենին, սակայն այդ գազանը դանակահարում է նրան։ Էդոյին արնահոսելով ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխում են հիվանդանոց։ Սա իսկական շոկ է բոլորի համար։ Հիվանդանոցի միջանցքում հավաքվում են բոլորը՝ Արշակը, Նորոն, Մագդան ու Լանան, և հենց այստեղ էլ պայթում է Մագդայի կուտակված ցասումը։ Նա ահավոր գազազած է և Արշակից կտրուկ պահանջում է հենց հիմա դուրս շպրտել Լանային։ Մագդայի տրամաբանությունը շատ պարզ է և արդարացված։ Նա հասկանում է, որ այս ամբողջ արյունահեղությունը տեղի ունեցավ բացառապես Լանայի կամակորության և ստերի պատճառով։ Ավելին, Մագդան սարսափով գիտակցում է, որ եթե Էդոն իր վրա չվերցներ հարվածը, ապա Կարենի դանակը հայտնվելու էր Նորոյի մարմնում։ Արշակը հայտնվել է երկու քարի արանքում։ Նա խառնված է իրար, չի իմանում ինչպես հանդարտեցնի Մագդային, որպեսզի աղջիկը վերջնականապես չատի իր հարազատ մորը, թեև Մագդան դեռ չգիտի այդ դառը ճշմարտությունը։ Մինչ հիվանդանոցում պայքարում են Էդոյի կյանքի համար, տանը Թամար տատը ապրում է իր սեփական հոգևոր փլուզումը։ Նստած մենության մեջ նա մտահոգված վերլուծում է որդու՝ Բաբկենի վերջին խոսքերը։ Այն պահանջը, որ բնակարանը պետք է ձևակերպվի իր անունով, վերջնականապես բացեց տատիկի աչքերը։ Նա այլևս միամիտ չէ և առավել քան վստահ է, որ որդու միակ նպատակը նյութական շահն է, այլ ոչ թե իր զավակների ներմանն արժանանալը կամ ընտանիք վերադառնալը։ Սա ծանր ապտակ է մոր համար, բայց և սթափեցնող ճշմարտություն։ Իսկ սերիայի ամենահուզիչ հոգեբանական շրջադարձը կապված է Էլիզի հետ։ Երբ Նորոն հիվանդանոցից զանգահարում է քրոջն ու հայտնում Էդոյի ծանր վիճակի մասին, Էլիզի աշխարհը կարծես կանգ է առնում։ Նա խուճապահար, առանց վայրկյան կորցնելու դուրս է վազում տանից։ Հենց այս ծայրահեղ պահին, կորստի իրական վտանգը զգալով, Էլիզի աչքերից ընկնում է ատելության քողը։ Նա վերջապես հասկանում է, թե իրականում որքան կարևոր և թանկ է Էդոն իր համար։ Այդ ճանապարհը դեպի հիվանդանոց Էլիզի համար դառնում է իսկական ապաշխարության և ինքնամաքրման ուղի։ Հասմիկը, իհարկե, անբաժան ստվերի պես գնում է նրա հետևից։ Եվ հենց հիվանդանոցի միջանցքներում էլ տեղի է ունենում այն, ինչը նոր, ավելի վտանգավոր փոթորիկ է խոստանում։ Հասմիկը պատահաբար ականատես է լինում մի տեսարանի, որը պարզապես այրում է նրա հոգին։ Նա տեսնում է Նորոյին և Մագդային ջերմ գրկախառնված, բայց ամենասարսափելին Հասմիկի համար Նորոյի խոսքերն են։ Նորոն հանգստացնում է Մագդային և ասում, որ նա այլևս ոչ մի բանի մասին չպետք է մտածի, բացի մեկ բանից՝ իր ամուսնության առաջարկից։ Նորոն վճռական է, նրանք անպայման պետք է ամուսնանան։ Այս խոսքերը լսելով Հասմիկը հասկանում է, որ կորցնում է ամեն ինչ։ Նրա հիվանդագին սերը վերածվում է կատաղության, և նա իր մտքում երդվում է, որ նման բան երբեք թույլ չի տա ու ամեն գնով կխանգարի այդ ամուսնությանը։ Սիրելի հեռուստադիտողներ, իրադարձությունները պարզապես աննկարագրելի են։ Ինչ եք կարծում, կփրկվի արդյոք Էդոն և արդյոք այս ողբերգությունը վերջնականապես կմիացնի նրան ու Էլիզին։ Եվ ինչ նոր ստորության կդիմի Հասմիկը Նորոյի և Մագդայի ամուսնությունը խափանելու համար։ Անպայման կիսվեք ձեր կարծիքներով մեկնաբանություններում, բաժանորդագրվեք ալիքին և հետևեք մեր վերլուծություններին։ Շնորհակալություն դիտելու համար։